Ինչի է կապված իդենտիկ կոնկրետ։ Որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ես չեմ անելու որևիցե բան։ Կարգավորվում դա որևէ կերպ ձեր հայտնի։ Կարգավորվում է, տեսեք, ասում եմ, բացեք, կարդացեք, գրած է ժամկետները կոնկրետ ֆիքսած է։ Գրած է այն ժամկետներն է, որտեղ որ այդ հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է եւ ավարտում է։ Հասկանում եք։ 3 անգամ կարող է երկարացվել, հետո հանձնվում 4, 5, 6 հարցը դա չի։ Ասում եմ, գրած է հայերեն լեզվով։ Հայերեն գիտի մեկնաբանության խնդիրը ինքը այլ կերպ է փորձում եղալ։ Ես Արարատ Միրզոյանի այն ժամանակվա բանին ծանոթ չեմ եւ ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ։ Կրկնում եմ, գոյություն ունի կանոնակարգ օրենք, որի մեկնաբանության հարցը այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը։ Նորից եմ կրկնում, նաեւ ունեմ ազգային ժողովի իրավաբանական վարչության տեղեկանքը, նաև ունեմ մեր քարտուղարության պարոն Սողոմոնյանի մեկնաբանությունը եւ այդ 3-ի մեկնաբանությունը իդենտիկ է եւ պարոն Քոչարյանը կարող է ամեն ձև մեկնաբանել իր ցանկությունով, իր պատկերացումով, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու։ Սողոմոնյանը ճիշտ հասկացա, ձեր եւ պարոն Քոչարյանը։ Ռոզան ջան, դուք բաց թողեցիք, ես դրա մասին արդեն խոսել էի, սա միանշանակ դա ներկայացվելու է։ Այն դեպքում նույնիսկ երբ որ դա ներկայացվեր, եթե նույնիսկ ներկայացվեր լիագումար նիստերի ընթացքում, դա փակ տրամաբանության մեջ է լինելու, որովհետեւ լարվածություն կա։ Հայլակ, եթե դուք ինձ հարց եք տալիս, ուրիշ կարծիք ունեք, ես ուրիշ կարծիք ունեմ, իմ ու ձեր մեջ լարվածություն կա, կարծում եմ, որ ոչ չկա լարվածություն։ Սա իրավաբանական ձևակերպման երկու տարբեր մեկնաբանություններն են։ Հիմա ես հիմք ընդունելով նաև այդ բոլոր 3 մարմինների տեղեկանքը, որոնք կրկնում եմ իդենտիկ են, ես որոշում նախ եւ առաջ ասում եմ, հələ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով, այն որ ասում էր մի ամիս անցնում, ամսի 3-ին եմ ուղարկել, չի ուղարկել։ Գնացեք իրան ասեք, որ համարն այդ գործի որ ուղարկել է։ Ինքը գիտի ձևը։ Ոչ միայն սա զեկույցը ներկայացնելու այսպես իրավական եւ հանգամանքներ ուսումնասիրելու համար է, այլ նաեւ սա քաղաքական որոշակի բանկ է ամեն ինչի մեջ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չի ընդհանրապես չի քնվում, չի ներկայացնում։ Ոչինչ որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկությամբ է, որ ընդհանրապես դա իրականություն է դառնում։ Բայց հանրությունը չի տեղեկանում հիմա տեղեկանում է, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է Մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում, եւ դա մենք արել ենք նաեւ այդ մեղադրանքները ջրի երես հանելամ, եւ դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր պատգամավորները որպես գաղտնի մաս իրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նենց, դա հրապարակվելու է։ Հիմա խնդիրը վեճը խոսակցությունը գնում է լիագումար նիստներ ես ասում իրավական հիմք ես այս պահին չեմ տեսնում եւ դրա համար ունեմ ոչ միայն իմ կարծիքը, իմ գիտելիքները, իմ որոշումը, այլ համապատասխան 3 հիմնարկի, չգիտեմ, մնում է, չգիտեմ, Հռոմի պապից մի հատ էլ թուղթ վերցնեմ, որ գրի, որ այո, դա հարգելիները, որ ժամկետները, որոնք որ նախատեսված են կանոնակարգ օրենքով, հարգելիներս, գնացեք, այսքան բանա, բացեք, կարդացեք, գրված է, որ ժամկետները ավարտվել են, գիտեք ինչ, 2.5 տարուց ավել է անցել, այդ ժամկետը, այդ հանձնաժողովը չի տրվում մի բանի, հարցը խախտելը չէ, հարցը այն է, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Հարցնում եմ, մեղադրանքի համար խախտվել է իր կողմից ինչ-որ ժամկետ։ Դե ժամկետ, ասում եմ, Շավիկ ջան, կլինի բացեք հայերեն լեզվով 3 նախադասություն։ Խախտվել է։ Դե բայց ինչի՞ չեք ուզում որ խախտվի։ Այսինքն որովհետեւ ինքը այս ընթացքում մտնում է, որ ինքը ոչ մի խախտում չի արել։ Ինքը սխալ է մեկնաբանում կանոնակարգ օրենքը, ես իրեն հարգելով
կանոնակարգ օրենքի այդ մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել եւ արդեն պատմեցի ձեզ, որ 3 իդենտիկ պատասխան եմ ստացել։ Ինչա՞ չի գնալու ավելի երեխեք, բայց չի կարելի րոպե մեկ գալ ու նույն հարցը տալ, ոչ, չի գնալու արխիվ։ Չի գնալու։ քննարկվելու է թե ֆորմատով ներկայացնել։ Որոշվելու է անել մաքսիմալը, որը որ հնարավոր է հանրային դարձնելու համար։ Կրկնում եմ, մասեր կա, ասենք չի կարելի հրապարակել, օրինակ չի կարելի այնց անել։ Ում դաշտում է դա ազգային անվտանգության ծառայությունը։ Չէ, մեր դաշտում է, ես ասացի, ես պատկերացնում եմ, որ լավ, օքեյ, խնդիր կա, իրավական ձևակերպման խնդիր կա եւ ես օրենքի բերումով չեմ կարող բերել, հա, նիստերի դահլիճ որպես լիագումար նիստի, բայց մենք կարող ենք օրինակ լսումներ կազմակերպել, անունը չդնենք նույն բանը լինի, ուղղակի ուրիշ վերնագրով լինի շնորհակալություն։ Այս որոշում չկա ձևաչափի եւ հրապարակման ժամկետների վերաբերյալ։ Ես մշտապես իմ բոլոր գործընկերներին, անկախ նրանից, իրանք ինձ ինչ-որ բանի մեջ կմեղադրեն, իրանք իմ հետ անհամաձայնություն կունենան, ես իրանց դուք այս իմ պատմության ընթացքում քաղաքական չեք գտնի մի դեպք եւ երբ որ ես իմ գործող գործընկերոջը քննադատում եմ, ես կամ խուսափում եմ կամ չեմ պատասխանում։ Այս պարագայում պարոն Քոչարյանի հետ ես նույնպես որևիցե վեճ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մեկնաբանության խնդիր։ Պարոն Քոչարյանը իր գիտելիքների սահմաններում այդ ձևա մեկնաբանում։ Ես ասում եմ, որ կներեք, եթե ինքը պետք է մեկնաբանի, ինքը պետք է որոշում կայացնի, թող գնա որոշում կայացնի։ Ես եմ որոշում կայացնողը։ Իմ համար որոշման հիմք է հանդիսանում օրենքը եւ դրա տակ դրած փաստաթղթերը։ Պարոն Սիմոնյան, այսինքն ինչ ձևաչափով։ Նախ եւ առաջ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով հələ թող հանձնի։ Իրավական առումով գործառույթ կա, որը որ նորից տեղեկացրեցին, որ ինքը կատարել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։